նաև նշում են ոչ միայն սոցիալական, այսպես ասած, առաջնային հարցերը, այլև Արցախ հավաքական վերադարձումը։ Որքանով է իրատեսական այսօր օրինակ այդ մասին խոսել եւ որ պարագայում եք դա հնարավոր համարում։ Իհարկե Արցախ վերադարձի հարցը միշտ պետք է լինի որպես առաջնային հարց, դա չպիտի անտեսվի, դա չպիտի մղվի մոռացության, այդ հարցը պիտի պահվի այնքան, մինչև կան նոր իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն այդ հարցը դնել միջազգային ատյաններում, պարտադրել հարևան երկրին, որ այդ հարցը պետք է լուծվի։ Յոթ մեզ մեր խոսքը վերադարձի ու անվտանգության երաշխիքները հաշվի առնելու։ Եվ պարոն Սարգսյան, դուք որտեղից եք տեղահանվել, արդյոք այստեղ աշխատում եք թե ոչ, արդյոք անձնագիր փոխել եք թե ոչ, կապակցված խնդիրներ են դրա համար միասին հարցրի։ Ես ինքս Ստեփանակերտի բնակիչ եմ, Բեռնի տեղահանվել եմ սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Որտեղից։ Ստեփանակերտից ներողություն հարցը նորից թարմացնեք հարցը։ Եվ փոխել եք անձնագիր, եկել եք այստեղ։ Ես ինքս շատ ավանդապար մարդ եմ, իմ անձնագիրս թողել եմ նույնը, ես Արցախի հաշվառմամբ, չնայած այստեղ ժամանակավոր հաշվառմամբ, բայց գտնում եմ, որ իմ անձնագրով ես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Աշխատանք գտել եք արդեն այդ անձնագրով նախկին, այսպես ասած, ես ինքս ինքնազբաղ մարդ եմ, մասնագետ, նկարիչ եմ, ինքս աշխատատեղ չունեմ։ Ունեմ երբեմն ունեմ պատվեր, չեմ ունենում, տենց առից գործ եմ անում, բայց եթե մնամ իմ աշխատավարձի հույսին, առանց հիսունների ես չեմ պատկերացնում, որ պիտի գոյատևեմ։ Որովհետև վարձակալության հիմունքներով եք ապրում, հա։ Որովհետև ապրում եմ վարձով, ընտանիքով, 4 հոգով մի սենյակի մեջ։ Հնարավորինս սուղ պայմաններով, սուղ միջոցներով, նվազ պայմաններով։ Երևանում եք վարձել բնակարանը։ Վարձակալում ենք Երևանում, ապրում ենք Երևան Կոմիտաս պողոտայում։ Նայեք, Նարեկ Մկրտչյանը նախարարը պնդում էր, որ այս կարճաժամկետ ծրագրերը, այսպես ասած, դադարեցնում են, որպեսզի արցախցիներին մղեն դեպի երկարաժամկետ ծրագրեր, այն է բնակապահովության, բնակարանային ապահովության ծրագրերը։ Այսպիսի լուծումը ձեզ համար ճիշտ է, օբյեկտիվ է, այսինքն մի հարցը չլուծած մյուսին մղել հնարավոր է։ Ես ինքս իբրթեն գրկված եմ ի պատկերացմամբ առաջին խմբի մեջ, բնակարանային ծրագրի ապահովման ծրագրի մեջ, քանի որ ինքս Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց այդ ծրագրերը անիրական ծրագրեր են իրանք առաջարկում, ինչ առումով մոտենում են բանկին, բանկը ասում է մենք տեղյակ չենք, այդ ծրագիրը մեզ չի վերաբերում, մենք այդ դրանով չենք զբաղվում, ազնագիր փոխել են տալիս, այդ ազնագիր փոխել տևում է մի կես տարի, այնուհետև առաջանում են շատ խոչընդոտներ, գտնել տուն, չգիտեմ, ինքս որ ի վիճակի չեմ աշխատավարձի տեղեկանք ներկայացնել, որ ի վիճակի եմ վարկ վերցնեմ, դրա համար դա ինձ համար անիրական է, ես աշխատավարձ չեմ կարող ներկայացնեմ այդքան 500,000-ի, ասենք թե անիրական ծրագրերը, այդ հարցը կգտնենք, բնակարան որտեղ կգտնենք, չէ, անիրական է, ինքս այդ հարցով շատ ընդհատակյա խոչընդոտներ կա, մեր հարցը այդ ծրագիրը պարզաբանված չի, լրիվ թակարդներ է։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։